Աղթալա քաղաքի բնակիչների նոր խաղասրահն է, սա վերջին տարիներին բնակիչների արձանագրած փոփոխություններից մեկն է, նարդու և թղթախաղի սիրահարներն այգուց տեղափոխվել են այստեղ։ Ռեմոնտարար չէր, հետո նոր պատրաստեցին, արդեն 2-3 տարի ասում։ Աղթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանի վստահեցմամբ ներկայումս քաղաքի բնակչության թիվը 2600 է, 1970-ականներին այստեղ շուրջ 4500 մարդ է ապրել, մեկ տասնյակից ավելի ազգերի ներկայացուցիչներ։ Ամենամեծ համայնքը եղել է հույներինը, նախորդ տարի 90-ականներից սկսած նրանց մեծ մասը հեռացել է, հիմնականում Հունաստան, ոմանք իրենց ծննդավայրի հետ կապը պահպանում են։ Ըստ վարչական ղեկավարի բնակիչների զբաղվածությունը հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում է։ Աղթալայի լեռնահարստազնիչ կոմբինատը, որ այս պահին էլ գործում աշխատում են 500-ից 600 հոգի մարդ աշխատում, մեծ մասը տե աշխատում։ Արդեն մնացած համայնքների պես մի մասը Ռուսաստան արտագն աշխատանքների, մենք ունենք նաև 20-ից 30 հոգի Ռումինիայի այս պահին, Իրաքում ունենք։ Բնակիչները ևս նշում են, որ Աղթալայում աշխատատեղերը հիմնականում ապահովում է կոմբինատը, ու թեև աշխատավարձը բարձր չէ, շատերն իրենց ընտանիքների կարիքները հոգալու այլ ելք չունեն եւ աշխատում են հանքերում։ Ֆաբրիկան է, հանքը, դա էլի երևի, դպրոց, մանկապարտեզ, աշխատանքը մենակ դա է առայժմ։ Մի ֆաբրիկա է, մեկ էլ հանքն է դա։ Այնքան նորմալ չի, բայց 100 քանի ստանում։ Աշխատավարձի չափն է շատերին ստիպել հարյուրավոր կիլոմետրեր անցնել, հասնելով Սյունիք։ Նույն աշխատանքը կատարելու համար ըստ Աղթալա արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանի շատերը հասնում են Հայաստանի հարավային սահման։ Այստեղից իրենք տեղափոխվում են 600 կիլոմետր Հայաստանի մյուս մասը, նույն աշխատանքը կատարելու այնտեղ։ Մոտ 30-ից 40 երիտասարդներ ունենք, որ աշխատում են Մեղրիում, նույն աշխատանքը։ Հանքափորներ են, մեքենավարներ, որոնք հանքաքարը հանքերից դուրս են բերում։ Աշխատավարձի զգալի տարբերություն կա, այդ պատճառով մարդիկ տեղափոխվում են այլ տեղ աշխատելու։ Սա է խնդիրը։ Այս եւ մի շարք այլ խնդիրներ անցանկալի հետևանքների են բերում։ Ըստ Վարդումյանի ամենամտահոգիչը ժողովրդագրական պատկերն է, բնակչության թիվը շարունակական նվազման միտում ունի։ 2018 թվականի համեմատ 2025 թվականի դեկտեմբերին փաստացի բնակիչների թիվը 500-ով պակասել էր։ Բնակիչների գերակշիռ մասը տեղափոխվել են բնակություն են հաստատել Երևանում, այսինքն ներքին արտագաղթ է եղել։ Աղթալայի կենտրոնը խնամված տեսք ունի, բնակիչներն օգտվում են բարեկարգ պուրակից եւ խաղահրապարակից։ Աղթալայի վարչական ղեկավարը թվարկում է վերջին տարիներին կատարված աշխատանքն ու առաջնահերթ ծրագրերը։ Ունենք 42 հատ շենք, մնացել է 11-ը, որ տանիքները փոխվի եւ մեջի շքամուտքերի վերանորոգում կատարվի, մնացածը բոլորը արված է։ Ըստ վարչական ղեկավարի Աղթալայի ճանապարհների մեծ մասը բարեկարգ է, մնացած հատվածների ասֆալտապատումը կարվի ընթացիկ եւ հաջորդ տարում վերանորոգվում է քաղաքի մանկապարտեզը։ Հուսով է, որ շուտով կկառուցվի նաեւ ոռոգման ջրի մատակարարման համակարգը։ Ամենակարևոր խնդիրը մենք ունենք ոռոգման ջրի հետ կապված, որը որ արդեն նշված է, որ ինձ թվում է, եթե ստարի չասնենք, մյուս տարի անպայման կանենք ոռոգման ջրերի հետ կապված 17 կիլոմետր խողովակաշար պետք է փոխենք, դա մի քիչ մեծ թվերի հետ է կապված, բայց ինձ թվում է, երևի մյուս տարի կվերջացնենք։ Տեբետ գետի վրա Աղթալա տանող ճանապարհին 2 կամուրջ է տեղադրվել, դրանցից մեկը ժամանակավոր էր, որը հետագայում պետք է բարեկարգվի եւ զբոսաշրջային ուղու վերածվի։ Հիշեցնենք, որ 2024-ի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղը ավերածությունների պատճառ էր դարձել նաեւ այս հատվածում։ Ինչպես են վերացվել հետևանքները եւ արդյոք տուժած բնակիչները փոխհատուցում ստացել են։ Ամբողջությամբ չի վերացվել, բայց մեծ մասը վերացվել է, փոխհատուցումները բոլորը ստացել են, բոլորը։ Իհարկե կան մեկ ընտանիք կա, որ իր սեփականության վկայական չունենալու պատճառով դեռ չի ստացել, բայց նորից համայնքի կողմից, կառավարության կողմից էլի ամեն օգնություն ինքը ստացել է, այս պահին էլ իրանց տները ճիշտ է իրանց սեփականության վկայական չունեն, բայց վերանորոգում են, էլի ապրում են այդտեղ։ Մարդիկ երկար տարիներ կայարամերձ թաղամասում բնակվում էին, բայց սեփականության վկայական չունեին։ Իրանք ինչքանով ես տեղյակ եմ, մի քանի ամիս առաջ զբաղված էին այդ թղթաբանության, այդ նոտարական բանջարության հետ կապված։ Այսքան տեղը քշել էր տարի, ես ընկերներիս հետ սարքեցի։ Այնց սովորել եմ փոքր ժամանակ պահել եմ, հետո մետրական հիմա շոկ է, դրոկները շոկին չեն դիմանում, սենց
բան են անում, էլի ասենք, այստեղի շոկել, պարկել են տեսնում, ես չեն դիմանում շոկին, ցրտին դիմանում ակրոլիկը։ Միջև 40 աշճան մարդ։ Ջրերից խեղդվել էին, չէ՞։ Են խեղդվել են, պարտիան էս ուրիշ են պահում։ Լևոն Նալբանդյանը շտաբում է ցույց տալ իր նոր ճագարների համար կառուցած նոր կացարանները։ Ախթալայի կայարանամերձ թաղամասի բնակիչ է։ Հեղեղումներից վնասվել էին նրա տան մի հատվածը, քիչ շինություններն ու այգին։ Մինչ օրս վերանորոգում է անում, նոր գույք է ձեռք բերում։ Մատերիալի փողը լրիվ տվեցին, համարյա կարելի ասել քիչ ծախս եղավ։ Օգնության ասենք մեբելը բանի մերրաժ բաներով փչացել էր ու այդքան բան չեղավ, բայց էլի առանք, որոշ չափով ավելացրինք, եթե չօգնեն ինչ պիտի անենք այդ հարցը։ Վնասված այգիների հետ սակայն խնդիրներ կան։ Փոխհատուցում են ստացել միայն նրանք, ովքեր ունեցել են գրանցված եւ փաստաթղթավորված հողատարածքներ։ Այգիների համար չտվեցին, որովհետեւ օրենք կար, ասենք, ոնց է Հայաստանում։ Մի ասենք, այս նաբերեժնը որ մեր կա, դե պետք է մենք իրանք չունենք այգի սարքել, եթե սարքել ենք, պետք է թույլատվություն վերցնես։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Լոռու մարզ, Ախթալա։